Բարի լույս, Շանթի բարի լույս։ ուղիղ եթերում մենք ենք առավոտը Շանթումն է։ Այսօր հունիսի 4-ն է, օրը չորեքշաբթի, մի քիչ ուրբաթի բնավորությամբ տարվա 155-րդ օրն է այսօր եւ տարվա 155-րդ օրը մեզ ի սկզբանե խոստացել էր լինել անձրևաշատ տեղումներով, մի քիչ անպամած, տեղ-տեղ ամպրոպով, տեղ-տեղ հորդառատ անձրևներով, որը իր խոստումը պահում է վաղ առավոտից, որովհետև մինչև կգային կհասնեինք այստեղ, մի փոքր թրջվեցինք անձրևի ներքո, բայց դա վնաս չունի, պահել լավ տեմպն ու տրամադրությունը։ Ամռան ընթացքում կարծում եմ հրաշալի է մի փոքր զով եղանակը վայելել, եւ մենք անցնելով առաջ ասենք, որ արդեն դպրոցներում սկսվել են ավարտական քննությունները, ու իդեպ վերջին ծնողական ժողովներ, այնպես որ բոլոր ծնողներին մենք մաղթում ենք համբերություն։ Համբերություն մաղթենք ծնողներին եւ նաեւ ըստ երևույթին դպրոցների ժողովների ընթացքում կխոսվի դպրոցում հին եւ չորացած ծառերի կտրման անվտանգության նկատառումներից ելնելով մասին քաղաքապետարանը մինչեւ սեպտեմբեր բազմազան դպրոցներում կիրականացնի այդ ծառահատումները, որպեսզի չգիտեմ շարից փորձանքից հեռու որպեսզի դրանք չկոտրվեն, չընկնեն, ինչպես նաեւ կարգի կբերվեն հարակից տարածքները ու կանաչապատում կիրականացվի դպրոցների հարակից տարածքներում։ Քանի դեռ շատ արև չկա եւ դեռ ամպերը պահպանում են մեր մաշկը, նաեւ խոսելու ենք տարվա այս սեզոնին մաշկային խնդիրների, խնդիրների, դրան մասին հոգտանելու մասին, խոսքը նաեւ երեխաներին է վերաբերում, որովհետեւ նրանք լավ է որ դրսում են, բայց վատ է որ արևի տակ են։ Այո, եւ ամենախոցելին են նրանք նաեւ այս տեսանկյունից։ Իդեպ այսօր խոսելու ենք նաեւ կինոյի մասին, այնպես որ մեր կինոսեր հեռուստադիտողը պետք է այսպես ուշով հետևի մեր եթերին, որովհետեւ խոսելու ենք Կաննի կինոփառատոնի մասին։ Ավարտվել է Կաննի կինոփառատոնը, մենք ունեինք ներկայացուցիչ այնտեղ, ժուրնալիստ, կինոքննադատ, մի խոսքով, հետաքրքիր օր եւ հետաքրքիր զրույց է սպասվում մինչեւ կեսօր, իսկ վաղ առավոտից մենք լավ ավանդույթ ունենք, եթե նորին մեծություն երաժշտությունը չի լինում, տեսեք առավոտը Շանթումը ոնց որ չլինի։ Այնպես որ երաժշտություն Շանթի եթերում։ Սա Լենի Քրավիցն էր, Լենի Քրավիցը 61 տարեկան է։ Եվ չնայած առավոտյան այս դրական նոտային շարունակենք խոսել եղանակի մասին, որը կարծես թե այդքան էլ դրական չի։ Այո, սիրելիներ, օդի ջերմաստիճանը կնվազի հունիսի 4-ից 20, 6-ի գիշեր եւ կեսօրից հետո 7-ին կեսօրից հետո առանձին շրջաններում նաեւ սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Այսօր առանձին հատվածներում իհարկե անձրևները կլինեն հորդառատ, հունիսի 5-ին եւ 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, այնպես որ այդ օրերը կարող եք վայելել, նույնիսկ կարելի է գնալ քաղաքից դուրս։ Ինչպես արդեն ասացինք, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-ից 9 աստիճանով, հունիսի 5-ին եւ 8-ին աստիճանաբար նույնքանով էլ կբարձրանա։ Բայց առաջարկում եմ միասին դիտենք եղանակի տեսությունը, որպեսզի հասկանանք, թե որտեղ ինչ եղանակային պայմաններ է սպասվում։
Որքան էլ որ մարդը փորձում է բնությանը ենթարկեցնել իրեն, այդպես էլ չի կարողանում, որքան էլ նա փորձում է ցրել կարկուտը, բայց ամեն դեպքում այդ կարկուտը հո գնում միտեղ հավաքում կրկին գալիս է։ Ուզում եմ ասեմ, որ մասնագետները հաշվել են բնական աղետները ինչ են արժենում մարդկությանը։ Բնական աղետները մարդկությանը 10 անգամ ավելի թանկ են նստել, քան նախկինում ենթադրում էին։ Ընդհանուր վնասը ներկայում տարեկան կազմել է 2.3 տրիլիոն դոլար։ 2014-ից 2023 թվականներին գրեթե 240 միլիոն մարդ բնական աղետների պատճառով ստիպված է եղել լքել իր բնակավայրը։ Օրինակ Չինաստանը եւ Ֆիլիպինները ունեն 40-ական միլիոն մարդ, որոնք որ տարհանվել են, Հնդկաստանը, Բանգլադեշ եւ Պակիստանը 10-ից 30 միլիոն մարդ, իսկ 23 թվականին Հյուսիսային Ամերիկայի աղետը գնահատվում է շուրջ 69.57 միլիարդ դոլար ուղիղ վնաս տված։ Ինչը ի դեպ գերազանցել է աշխարհի որևէ այլ տարածաշրջանում եղած վնասի չափը։ Ամերիկայում ապրելը թանկ է, դա էլ կա։ Մինչև 2 օր առաջ էթնահրաբուխն է ժայթքել, եթե չեք հասցրել տեսնել վիդեոները, տեսեք թե ինչպես են տուրիստները պարզապես փախչում մի լանդշաֆտեր, գեղեցիկ կանաչ մարգագետին, որի հետևի պլանում ժայթքում է էտնան, բարձրանում են ամպերի մեծ քուլաները, բնականաբար պայթող ամպերի քուլաները դեպի վեր եւ խոճապի մատնված տուրիստները փախչում են, որպեսզի հեռու մնան բնական աղետի տված վնասից։ Ի դեպ այս բնական աղետները դեռ մարդիկ չեն մարսել, ինչպես ասում են, բայց արդեն կա նոր կանխատեսումներ։ Կալիֆոռնիայում բնական նոր աղետի մասին կանխատեսումներ ունենք։ Գիտնականները զգուշացնում են, որ առաջիկա տարիներին Կալիֆոռնիան կարող է ենթարկվել աղետալի երկրաշարժի։ Դե գիտեք, Ամերիկան այնպեսի տեղում է գտնվում, որտեղ այս երկրաքարերը, իրար մոտ են, երկրաբանական սալերը իրարից բավական հեռու են եւ տեկտոնական շարժումները այդտեղ ավելի նկատելի են, քան օրինակ մեզ մոտ նկատելի կլինեն։ Դե սա բնական խզվածքներ են կոչվում, որ կանխատեսում են գիտնականները, որ այո, վաղ թե ուշ դրանք իրենց ծև գործը անելու են։ Կալիֆոռնիայում հզոր երկրաշարժի այսպես կոչված Big One-ի հավանականությունը կտրուկ աճել է։ Ու ԱՄՆ երկրաբանական ծառայության համոզմամբ հավանականությունը, որ Big One-ը կհարվածի Սան Ֆրանցիսկոյին մինչև 2055 թվականը այժմ 72% է նշվել է, որ առաջիկա 30 տարիների ընթացքում ավելի քան հավանական է, որ հյուսիսային Կալիֆոռնիայում 6.7 կամ ավելի մեծ ուժգնությամբ երկրաշարժ տեղի կունենա։ Փորձագետներից ոմանք ենթադրում են, որ դա կարող է տեղի ունենալ նույնիսկ ավելի վաղ, արդեն 2032 թվականին։ Մասնագետների համար հատկապես մտահոգիչ է գրեթե 1300 կիլոմետր երկարությամբ Սան Անդրեասի բեկվածքը, որը անցնում է ամբողջ Սան Ֆրանցիսկոյի ծոցի տարածքով։ Ամենագեղեցիկ եւ կինո աչքի համար հետաքրքիր վայրերն են, որ Աստված միասին մի օր երկրաշարժի պատճառով կարող չլինել։ Իսկապես Աստված տա նման դեպքեր չլինեն եւ մենք բոլորս ամբողջ մարդկությունը խուսափենք աղետներից բնական։ Լավ նորություններից խոսենք եւ խոսելու ենք ամառվա համեղություններից, խոսելու ենք ամառվա հատապտուղներից, որոնք ցանկացած սեզոնի զարդը կարող են լինել։ Դու որ հատապտուղներն ես սիրում։ Հիմա ելակը ոնց որ թե սկսում է ակտիվանալ, եթե չի ակտիվացել։ Ես ամենաշատը ելակն եմ սիրում եւ մյուս հատապտուղները այդքան էլ չեմ սիրում, ասեմ ավելին։ Չէ, ես ավելի շատ մոշն եմ նախընտրում, որովհետեւ մոշը ինձ տանում է դեպի մանկություն, փոքր ժամանակ գնում ենք հարևանների այդ բաներից մագերից կողանում ենք մոշը, հա, ես երկար ձեռքեր ունեի, ինչպես որ հիմա է, այնպես է փոքր ժամանակ, դրա համար փշոտ տերևները չէին խանգարում, որպեսզի ունենայինք մոշը։ Մի խոսքով, եթե դուք ընդգծված ալերգիաներ չունեք, ապա վիտամինների հրաշալի աղբյուր է հենց մոշը։ Կարող ենք միասին դիտել տեսանյութը եւ իմանալ դրա օգտակար հատկանիշների մասին։ Երանի ձեզ, որ հիմա կկարողանաք սառնանը բացել եւ մի որևէ երեկվանից կամ 3-4 առաջորվանից մնացած հատապտուղ վերցնել եւ սուրճետ խմել, մենք ինչ ասենք։ Մենք գնանք գովազ դիտելու, քանի դեռ դուք վայելում եք ձեր հատապտուղները։
Վերադարձանք գովազդից ու ինչպես սկզբում ասացինք, այսօր խոսելու ենք ամռանը մաշկի խնդիրներից, արևայրուքից, հնարավոր վտանգներից ու դրանց կանխարգելումից։ Մեր տաղավարում է մաշկաբանության ազգային կենտրոնի բժիշկ մաշկավեներաբան գենոդերմատոզների ծառայության ղեկավար Ալեքսիա Մանասյանը։ Բարև ձեզ բժիշկ։ Բարի լույս։ Ինչով է տարբերվում մաշկի խնամքը ամռանը, կա սեզոնայնություն։ Իհարկե, քանի որ ամռան ունենք մեծ քանակով ուլտրամանուշակագույն ճառագայթներ, UVA եւ UVB ճառագայթները, հետեւաբար այս ժամանակահատվածում պետք է կենտրոնանանք ավելի շատ արևապաշտպանների օգտագործմանը եւ ճիշտ օգտագործման ու ճիշտ ընտրությանը։ Պետք է պարտադիր ուշադրություն դարձնենք, որպեսզի մեր գնված արևապաշտպաններում լինեն պիտակի վրա նշված, որ արկա է պաշտպանություն եւ UVA եւ UVB ճառագայթներից։ Այս ամենակարևորն է։ Բացի սրանից պետք է ուշադրություն դարձնել SPF-ի աստիճանին։ Ունենք SPF 30, SPF 50, 50+, սրանք ցույց են տալիս, թե մեր մաշկը իրենց օգտագործումից հետո որքանով է պաշտպանում արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Օրինակ, SPF 30-ի դեպքում 97%-ով պաշտպանվում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից, SPF 50+-ի դեպքում 98 աստիճանով։ Դրա համար այս շոկ եղանակին ցանկալի է ընտրել 50 եւ 50+ SPF տարբերակները։ Նկատելի է, որ առավոտյան հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչները կփաստեն, որ երեխաներին մինչև ժամը 11-ի 12-ի արևը օգտակար է, դրանից հետո այլևս օգտակար չէ։ Երբ որ առավոտյան այսպես արևային լոգանքի են բերում բալիկներին, երեխաներին, այդ ժամանակ պիտի քսել այդ արևապաշտպանները, թե ոչ։ Բավական հետաքրքիր հարց է, որովհետև մենք միշտ ունենում ենք մի փոքրիկ վիճաբանություններ այս հարցի շուրջ։ Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները օգտակար են ժամը 6-ից 6-7-8 մինչև ժամը 10:30, մոտավոր որ այսպես վերցնենք, այո, առավոտյան։ Մեզ շաբաթական 1-ից 2 անգամ 10-15 րոպեով բավարար է, եթե խոսում ենք վիտամին D-ի սինթեզի օգտակարության համար, բայց նույնիսկ այս ժամանակ ցանկալի է օգտագործել արևապաշտպաններ, որովհետև ճիշտ է, արևապաշտպանները պաշտպանում են մեզ մաքսիմալ կերպով, բայց բժշկության մեջ 100% ոչինչ չկա։ Դրա համար մի փոքրիկ հատվածը մեզ բավարար է մեր վիտամին D-ի բավարար քանակը ստանալու համար։ 15 րոպե ընդհանրապես։ Այո, բավարար է, շաբաթվա մեջ 1-ից 2 անգամ։ Պետք չէ արևայրուքներ ընդունել, պետք չէ երկար ժամանակ դրսում մնալ, մենք մեր սննդով ենք ստանալու եւ բավարարելու վիտամին D-ի քանակը, այնպես որ ավելի լավ է խուսափենք արևի կողմնակի ազդեցություններից, բայց մեր օգտակարության սահմանը կստանանք նաեւ սննդի միջոցով։ Այ որոնք են արևի կողմնակի ազդեցությունները ու ինչպես դրանցից պաշտպանվենք։ Եկեք նշեմ ամենամեծ 3 վտանգավոր ազդեցությունները, դա իր քաղցկեղածին հատկությունն է, այն նպաստում է առաջին հերթին մելանոմայի, բազալ բջջային քաղցկեղի եւ տափակ բջջային քաղցկեղի առաջացմանը մաշկում։ Այն բերում է լուսածերացմանը մաշկի եւ նպաստում է պիգմենտացիաների առաջացմանը մաշկում։ Իսկ ասացիք արևապաշտպանն ունի ճիշտ կիրառության տարբերակ, որն է դա ինչպես ճիշտ օգտագործենք։ Նախ եւ առաջ պետք է ընտրել մաշկին համապատասխան արևապաշտպանը, պետք է հասկանալ ինչ տիպի մաշկ ունենք մենք՝ չոր, զգայուն, յուղոտ մաշկ, թե նորմալ։ Եթե ունենք չոր մաշկ, ապա կարող ենք վերցնել կրեմ տարբերակները, եթե ունենք յուղոտ մաշկ, գել տարբերակները, որ հավելյալ կերպով չդրթենք, եթե ունենք զգայուն մաշկ, կարելի է օգտվել, ունենք տարբերակներ արևապաշտպանների մեջ, դրանք քիմիական արևապաշտպաններն են եւ ֆիզիկական արևապաշտպաններն են։ Եթե ունենք զգայուն մաշկ, կարող ենք ընտրել ֆիզիկական արևապաշտպանների տարատեսակից, եթե երկար ժամանակ դրսում մեյքափով ենք լինելու, ուզել ենք անընդհատ թարմացնել, քանի որ կա կարիք թարմացնելու, 2 ժամը մեկ պետք է թարմացնենք մեր արևապաշտպանը, դրա համար դիմափոշու տարբերակով տարբերակներ ունենք, սփրեյ տարբերակներ ունենք, երեխաների համար շատ հարմար է օգտագործել։ Բժիշկ, նկատել եք, որ հայերի համար ամեն ինչը միշտ ծայրահեղացված է։ Օրինակ, մարդիկ սպորտային հագուստ են գնում 2 տարբերակով։ Առաջինը, երբ որ գնում են հիվանդանոց պարկելու կամ գնում են էքսկուրսիա։ Նույն տարբերակով նաև ըստ երևույթին այդ SPF-ները կամ արևապաշտպանները գնում են այն ժամանակ կամ եթե գնում են լողավազան կամ եթե գնում են օրինակ ծով։ Հիմա որ դեպքում պիտի օգտագործել։ Բնականաբար լողավազան եւ ծովը սա պարտադիր նախապայման է, բայց առօրյայում ինչպես պիտի կիրառեն նրան։ Նաև խոսենք նմանատիպ անպամած օրերին, պետք է կիրառել թե ոչ։
Առօրյայում միշտ տարվա բոլոր եղանակներին արևապաշտպանը մեզ հետ պետք է լինի։ Ծով գնալուց, լողավազան գնալուց ավելի շեշտադրված ու ավելի շատ քանակով, բայց անպամած եղանակներին, նույնիսկ ձմռանը, եթե կա ձյունը ունի անդրադարձնելու հատկություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները, դրա համար եթե ձմեռը չենք օգտագործում, սա չի աշխատում, օգտագործում ենք միշտ։ Հիմա կենտրոնանանք ծով եւ լողավազան գնալու թեմաների շուրջ, որովհետեւ հիմա որը կբացվի սեզոնը։ Երբ որ օգտագործում են, քսում են արևապաշտպանները եւ մտնում են ջուրը եւ դուրս են գալիս, սա արդեն վերջ, իր էֆեկտիվությունը կորցնում է, ամեն մտնել դուրս գալուց պիտի քսել, թե մի անգամ քսեցին եւ վերջ։ Թե կախված է արևապաշտպանի տեսակից։ Ունենք արևապաշտպաններ, որոնք ջրակայուն են, բայց սա չի սահմանափակում իր մշտական կիրառում, այսինքն լողավազանից կամ ծովից դուրս գալուց հետո, սրբվելուց հետո, չորացնելուց հետո մենք մաշկը պարտավոր ենք նորից վերականգնել, նորից քսել արևապաշտպանը, կամ երբ երկար տաք եղանակին դրսում ենք լինելու, քայլելու ենք, քրտնարտադրությունը ուժեղանալու է, այս ամեն ինչը մաքրելու է, դուրս է բերելու մեր օգտագործված արևապաշտպանը։ Դրա համար նորից 2 ժամը մեկ մենք պետք է թարմացնենք, որպեսզի վստահ լինենք, որ մենք գրեթե 100%-ով պաշտպանվել ենք արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Ինչպես տարբերենք արևայրուքը այրվելուց, այսպես ասած, հատկապես սպիտակամաշկերն ունեն այդ խնդիրը, որքան էլ օգտագործումս բարձր է SPF-ներ, միևնույն է այրվածքներ թեկուզ թեթև աստիճանի ստանում ենք։ Ինչ անել դրանցից հետո։ Մենք ունենք արևայրուքի 3 աստիճան, բժշկության մեջ դասակարգում ենք 3 աստիճան։ Առաջին աստիճանը դա թեթև էրիթեման է, բժշկական լեզվով ասած, սա երբ որ թեթև կարմրում է մաշկը, կա մի փոքր ցավ, տհաճ մռմռոց։ Երկրորդ աստիճանը, երբ որ արդեն մաշկի վրա ձևավորվում են բշտեր, սա բավական արդեն դեպի ծանր ընթացք ունեցող է, եթե մեծ մակերես են գրկում ու եթե երեխաների մոտ է, իսկ երրորդ աստիճանը դա ծայրահեղ ծանր, երբ արդեն պետք է դիմել հիվանդանոց շտապ օգնություն։ Առաջին 2 դեպքում, եթե մենք մի փոքր կարող ենք միջամտել, այսինքն գանքով տարածք, սառը ջուր օգտագործենք, քսենք անհրաժեշտ քսուկները, որոնք մեզ մաշկը կնպաստեն վերականգնման, եթե կա մի փոքր ցավ օգտագործենք ցավազրկողներ, սա բավարար է։ Բայց երրորդ աստիճանի դեպքում, նույնիսկ երկրորդ աստիճանի դեպքում, երբ որ կան բշտեր եւ արդեն տարածված է մեծ է մակերեսը, երեխաների մոտ է, դեմքի հատվածում է, կրծքավանդակի հատվածում է, որը նպաստելու է էքսկուրսիայի կրծքավանդակի դանդաղեցման, այսինքն խանգարելու է նույնիսկ շնչառությանը, եթե մեծ մակերես լինի, ինֆեկցվի, ապա պետք է պարտադիր դիմել բժշկի։ Միջև բժշկի դիմելը ինչ պրակտիկ խորհուրդներ կան, որովհետև հայկական մտածողությունը դիտարկելով բժշկի կգնան, երբ որ ամեն ինչ արդեն ուշ կլինի։ Եվ մեկ էլ մածուն չքսել։ Հա, այստեղ շատ լավ հարց է։ Հիշենք, որ սնունդը ուտում ենք, չենք քսում մաշկին, ոչ մի դեպքում, ոչ մի սնունդ։ Մանավանդ մեղրը, մածունը ոչինչ, մեղրը գիտեք։ Յուղ, չգիտեմ, չենք օգտագործում, գալիս ենք հով տարածք, արևից պաշտպանված տարածք, սառը ջրով լոգանք ենք ընդունում, եթե կա ցավ, օգտագործում ենք ցավազրկողներ եւ կան հատուկ քսուկներ մաշկը հանգստացնելու այրվածքի համար նախատեսված առաջին օգնության դեղամիջոցներ։ Օգտագործում ենք դրանք։ Որևէ տեսակի ինքնագործ, չգիտեմ, ձեթեր, յուղեր, ատամի մածուկներ ընդհուպ միջև չեն քսելու։ Չենք օգտագործելու, որովհետև այս ամեն ինչը չի թողելու, որպեսզի ջերմությունը, որը հասել է մեր մաշկին եւ վնասել է, չի դուրս գալու մաշկից։ Մենք ավելի ծանրացնելու ենք վիճակը։ Ջերմությունը մաշկին հասնելուց բացի, հատկապես երեխաների մոտ նաև ընդհանուր ջերմաստիճանն է բարձրանում, մինչև 39-40 կարող է նույնիսկ բարձրանալ, ու մեր ժողովուրդն ունի, այսպես ասած, ասում են արևը գլխին է տվել, եւ նույնիսկ փսխումներ է լինում դրանից հետո, որքանով է այս ամենը փոխկապակցված, իսկապես արևը գլխին է տվել, թե գուցե նաև վիրուս է ինչ-որ վերցրել երեխան։ Մենք ունենք բժշկական տերմին, դա կոչվում է ջերմային շոկ, երբ որ ջերմաստիճանը այնքան է հասնում արևայրուքը կամ այնքան երկար ժամանակ են գտնվում արևի տակ, որ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է 40 եւ ավելի, այստեղ ինֆեկցիաները բացարձակ կապ չունեն, բայց ընթացքը շատ նման է ինֆեկցիոն հիվանդություններին, քանի որ բարձրանում է ջերմաստիճանը, գլխապտույտ, սրխառնոց, փսխումներ, գիտակցության նույնիսկ ժամանակավոր կորուստ կարող է լինել, սրա բոլոր պատճառը մաշկի օրգանիզմում ջերմաստիճանի բարձրացումն է, անկառավարելի բարձրացումն է, որը որ պետք է միայն ու միայն բժիշկը հիվանդանոցում միջամտի։ Այնպես որ նկատի ունեցեք, արևի ուղիղ ճառագայթների ներքո չեն քայլում, դրա համար մարդիկ հնարել են հովանոցը կամ ծառը։
մտեք դրա տակ։ Բացի արևից, որը որ փոքրի շատ է արդեն հասկացանք ինչ պիտի անենք, նաև ամռանը խոնավության պակաս է ունենում մաշկը։ Կամ առասարակ ինչի պակաս է ունենում մաշկը ամռանը։ Շատ ճիշտ նշեցիք, խոնավության հետ կապված, ջրի հետ կապված, դրա համար այս շրջանում ցանկալի է մեծ քանակությամբ հեղուկներ օգտագործել այդ բալանսը բերելու, վերականգնելու համար։ Հեղուկները կլինեն ինչի տեսքով, սա էլ կարևոր է նշել, որտեղ շատերը հեղուկը փորձում են լրացնել սառը սուրճի տեսքով կամ գազավորված ըմպելիքների տեսքով։ Լավագույն տարբերակը ջուրն է։ Լավագույն տարբերակը հեղուկի բալանսը բերելու, լրացնելու օրգանիզմի։ Իսկ մաշկի համար, ներողություն, մաշկի համար վերջերս նաև շատ տարածված է թերմալ ջուրը։ Արդյոք դրա կիրառելիությունն իսկապես օգտակար է։ Ինչ ալ ջուրը։ Թերմալ ջուրը, այսպես փչում ես դեմքիդ եւ թարմություն է հաղորդում։ Այո, եթե մաշկը չոր մաշկ է ու սրվելու է այս խնդիրը ամռանը, բա թերմալ ջրերի տարբերակներ կան, սփրեյներ կան, որոնց օգտագործումը բավականին թարմեցնում մաշկը մի պահ վերականգնում, հանգստացնում է, կարող եք շատ հանգիստ օգտագործել, բավական արդյունավետ է։ Սեզոնից սեզոն բնականաբար մարդը փոխվում է եւ տրամադրությունն է փոխվում եւ հագուստն է փոխվում, այդ թվում նաեւ մարդու օրգանիզմը մաշկն է փորձում ադապտանալ եւ հարմարվել։ Ինչ ինդիկատորներ կան, որ մաշկը քեզ ասում է ինձ խնամիր, ես լավ չեմ, կամ ինձ շատ ես խնամել, ել մի խնամիր։ Նման դեպքեր են, չէ՞ լինում։ Այո, կա գերխնամք եւ թերխնամք։ Սկսենք թերխնամքից։ Ինչ է լինում մաշկի հետ կամ ինչ առաջնային ախտանիշներ կան, որոնք որ ասում են մի բան այն չէ։ Առաջին ախտանիշը տեսնել, որ այս ժամանակ մաշկի վրա հայտնվում են պիգմենտացիաներ։ Սա փաստ է, որ մենք ճիշտ չենք օգտագործում կամ լավ չենք օգտագործում արևապաշտպանները։ Ջրազրկումը կտեսնենք, որ մաշկը սկսում է մի փոքր թեփոտել, մի փոքր կարմրել, չորության զգացում ենք ունենում մաշկի, սա նշանակում է, որ ելի մենք հիդրատացման բալանսը չենք բերել, չենք հավասարեցրել մեզ անհրաժեշտ բալանսի։ Ինչ վերաբերում է գերխնամքին, պետք չէ օգտագործել մեծ քանակով խնամքի միջոցներ, խոնավեցնողներ, որովհետև սրանք վնասելու են մեր մաշկի մեզ համար նախատեսված բարիերը ու բերելու են արդեն մաշկի փոփոխությունների խնդիրների, օրինակ կարող են առաջացնել կոմեդոներ, որը գնալի է դեպի ակնե, մեծ քանակով ճարպագեղձերը կսկսեն աշխատել պաշտպանվելու համար այս խնդրից, մաշկը կսկսի ավելի յուղոտ դառնալ, հետևաբար այս ամենը բուժարուն ինքը նկատելի է, թե ոնց էր իր մաշկը ու ոնց փոխվեց, ինչ առաջացավ, պիգմենտացիաներ, թե ցանավորումներ, ինքը նկատելու է ու ցանկալի է դիմի մաշկաբանի հասկանալու համար խնդիրը։ Սա խնամքի միջոցների մասով, իսկ կոսմետիկ միջոցների աղջիկներին կհետաքրքրի այս թեման, ինչից խուսափել, որ կոսմետիկ միջոցներից խուսափել ամռան ընթացքում։ Ամռան ընթացքում պետք է ուշադիր լինենք, որպեսզի մեր ընտրած տոնային քսուկը լինի եւ ցանկալի է որ լինի ոչ կոմենդոգեն, այսինքն իր մեջ ծանր մետաղները, ծանր նյութերը չլինեն այնքան, որ կփակեն մեր մաշկի ծակոտիները, որոնք անհրաժեշտ են թե նյութափոխանակության համար, թե մաշկի բալանսը կարգավորելու համար, այս եղանակին ուշադիր ենք լինում, որ մեր կոսմետիկ միջոցները չլինեն կոմենդոգեն։ Խնդրում եմ միջին վիճակագրական, մեր սովորական մարդկային լեզվով ինչ ասեցիք վերջինը Կոմեդոգեն։ Պարզապես պետք է բաղադրությունը նայել եւ տեսնել որ կարող ենք նույնիսկ հիմա բավականին հեշտացված է արդեն տարբերակը տոնային քսուկի, որ իրենք օգտագործել են կամ խնամքի միջոց, որ իրենք օգտագործել են, համացանցում գրեն տեսնեն թե կոմեդոգեն է թե ոչ, ինքը միանգամից կբերի տարբերակը կոմեդոգեն է թե ոչ։ Ամռանը նաեւ թե ջերմաստիճանի բարձրացման հետ կապված, թե հագուստի կրման հետ կապված առաջանում են նաեւ բազմանում են նաեւ սնկերը։ Մենք նկատում ենք, որ հիմա երիտասարդությունը հատկապես նախընտրում է փակ կոշիկները, կեդերը, բոթասները, չգիտեմ, տարբեր կաշվից կարվածները առանց ծակոտքիներով, քան սանդալները եւ այլն։ Ինչ խորհուրդներ կան այստեղ, ինչ կոշիկ կամ ինչ հագուստ պիտի կրել եւ ինչ հետևանքներ կարող է բերել դա սնկերը ճիշտ ասացի թե ոչ, թե ուրիշ ինչ-որ բաներ են առաջանում։ Չէ, շատ ճիշտ ասեցիք, քանի որ բացի այն, որ բարձրանում է ջերմաստիճան շրջակա միջավայրում, մեր գրած հագուստը չի թողում, որպեսզի, այսպես ասած, հովացման համակարգը աշխատի, ակտիվանում է քրտնարտադրությունը, իսկ քրտնարտադրությունը շատ լավ պայման է սնկերի բազմացման համար։ Դրա համար, այո, այս շրջանում բազմաթիվ են իմում բուժառուներ, ովքեր դիմում են ոտնաթաթի, նույնիսկ ափերի հատվածում, մարմնի հատվածում, մենք ունենք սնկեր, որոնք բնակվում են մեր մարմնի վրա ու այս շրջանում շատանում է իրենց քանակն ու արդեն առաջանում է ցանավորում։
նման կլինիկական պատկերով ոտնաթաթի շրջանում մաշկային հիվանդություններ ունենք, որոնք սնկի հետ կապ չունեն, բայց քրտնադատության ակտիվացման, ջերմաստիճանի հետ բարձրացման առաջանում եւ սրվում է էկզեման։ Էկզեմայի տեսակներ ունենք։ Դրա համար ցանկալի է չկրել փակ կոշիկներ, հագնվել եղանակին համապատասխան։ Դա շատ կարևոր է։ Քրտնարտադրության մասին խոսեցիք, դա վերացնելու համար հիմա բազմաթիվ միջոցներ են տարածված, հատկապես կոսմոլոգիական միջոցներ։ Արդյոք դրանք վտանգավոր չեն մեր օրգանիզմի համար, բոտեքս եւ այլն, եւ որ տարիքից կարելի է կիրառել։ Պետք է հասկանալ քրտնարտադրության պատճառը։ Կա օրգանիզմում շեղում, որևէ հորմոնալ շեղումներ, որևէ բանի շեղում, որը որ կարիք կա շտկելու, այսինքն շտկելուց հետո խնդիրը կանգ առնի։ Այս դեպքում անպայման նորից խորհրդատվություն բժշկի հետ, կոնսուլտացիա հասկանալու համար խնդրի պատճառը։ Պատճառը շտկելուց հետո, եթե խնդիրը կապված չէ շեղումների հետ, որոնք որ կարելի է կարգավորել, կա ակտիվ քրտնարտադրություն։ Կարելի է կանխարգելել հատուկ քսուկների միջոցով, բոտուլինոթերապիան վտանգավոր չէ, եթե արվում է մասնագետը, բժիշկ մաշկաբանը, որ ունի կոսմետոլոգիական կրթություն, վտանգավոր չէ։ Իսկ որ տարիքից կարելի անել։ Չափահաս տարիքում է ցանկալի իրականացնել նման պրոցեդուրաները։ Մենք խոսում ենք արևից, բայց եկեք չմոռանանք, որ մեր տարածքում եւ որտեղ որ մենք կանք մանավանդ Երևանում գրեթե ամենուր շինարարություն է։ Այս ես մի օրինակ բերեմ, Արաքսիա, երբ գնում էի Շանթ հեռուստաընկերություն նկարահանվելու, ինձ դիմահարդարը, միջև դիմահարդարելը սպիրտով փորձեց մաքրել իմ դեմքը եւ ես այդտեղ պարզապես ամաչեցի, որտեվ ես տանից դուրս եմ եկել եւ գնացել եմ TV։ Եվ նա ասաց մի ընկճվիր դրանից, բոլորի մոտ էլ կա այդ փոշին ու կեղտը։ Հիմա եկեք հասկանանք, օդի աղտոտվածությունը որքանով է ազդում մաշկի վրա։ Սա եւս խնդիր է, այսքան անձրևները մեզ օգուտ են թե ոչ, ամառանը դա սրվում է թե ոչ, խնդրում եմ ձեր կարծիքը։ Աղտոտված օդը, այո, սրում են մաշկային խնդիրները, սրում են, որովհետև այս նյութերը ուզես թե չուզես նստում են մեր մաշկի վրա, փակում են նորից, խանգարում են մեր մաշկի գործառույթները, երկար ժամանակ մնալով, հետո մեր շպարվելու նյութերն օգտագործելով, կուտակվում են մաշկում ու առաջացնում են մաշկային խնդիրներ, այո, մեծ կապ ունի։ Սրա հետ սրվում են ամառվա շրջանում, որովհետև նորից միանում է քրտնարտադրությունը, ճարպագեղձերի գերակտիվացումը ու մեծ պայմաններ են ստեղծվում թե սնկերի, թե սապրոֆիտ բակտերիաների բազմացման աճի համար։ Բայց մաշկը խնամելու ժամանակ ինչ որ միջոց կա դրանցից ազատվելու։ Ցանկալի է ուղղակի միջև հարդարումը, մաքրել մաշկը, մի հատ մաքրել, լվացվել, նոր անցնել հարդարմանը։ Եվ քանի որ մեզ գրեթե ժամանակ չի մնում, նաև երբ որ սկսում է օդը տաքանալ, նաև ակտիվանում են այն, չասեմ լողավազանները, բայց ցայտաղբյուրները, ֆանտանները, այնտեղ որտեղ չի կարելի լողանալ, բայց երեխաները ակամայից գնում են լողանալու։ Ինչ վտանգներ կան այստեղ մաշկի հետ կապված։ Բացի հոգեբանական է իհարկե վնասներից, չի կարելի լողալ, լողանում են։ Շատ մեծ վտանգներ չկան, ասեմ, որովհետև միևնույն է այդ ուրախությունը, այդ ամեն ինչը բերում է սերոտոնինի քանիկի ակտիվացմանը երեխաների մոտ ու տրամադրության փոփոխմանը դեպի դրական կողմ, դրա համար չափի մեջ ամեն ինչ ճիշտ է եւ կարելի է, բայց չթողնել երկար ժամանակ մնան ջրում, երկար ժամանակ մնան արևի ճառագայթների տակ մոռանալով արևի մասին, որ ջրում են հովա, այդպես չի, կամ գնալ այն վայրեր, որտեղ ջուրը բավականին աղտոտված է, կա ինֆեկցիոն հիվանդությունների, ոչ միայն մաշկի, նաեւ անցնելով դեպի օրգանիզմ կարող են ինֆեկցիոն հիվանդությունների պատճառ դառնալ։ Սիրելիներ, պրակտիկ խորհուրդներ մաշկաբանության ազգային կենտրոնի բժիշկ մաշկավեներաբան գենոդերմատոզների ծառայության ղեկավար Արաքսիա Մանասյանից լսեցիք, հուսանք, որ ականջալուր կլինեք եւ ձեր երեխաներին եւ ձեր մաշկի խնամքը չկուշացնի։ Շնորհակալություն զրույցի համար, իսկ մենք գնանք գովազդ դիտելու եւ վերադառնանք, մնացեք մեզ հետ։ Կրկին ասենք ձեզ բարի լույս, կրկին հիշեցնենք, որ սա Շանթ հեռուստաընկերությունն է, առավոտը շանթումը, Հասմիկն ու Արտը ձեզ ասում են բարի լույս եւ ուղարկում լավ երաժշտություն լսելու, որպեսզի օրվա դրական չափաբաժինը ապահովենք առավոտյան։
Այսպեսի ֆենոմենալ Բրունո Մարս, որ իր յուրաքանչյուր ալբոմի մինիմում 4 գործ համաշխարհային հիթ է, չեմ ասում ամբողջը, որ շատերը չասեն, ոչ, շատերը չի, բայց Բրունո Մարսը մեր օրերի լավագույն արտիստներից մեկն է։ Ես միանշանակ համաձայն եմ ու իդեպ մենք հասել ենք ի գիտություն շարքին։ Այսօրվա տեսանյութը տիեզերական է։ Օ, լուսնից ու Վեներայից հետո այն ամենավառ երկնային մարմիններից է, ունի 66 արցանյակ ու ասում են, թե հենց դրա արբանյակ Եվրոպան կարող է դառնալ մարդկության նոր օրրանը, սա ով է ասում, Էլոն Մասկն է ասում, չգիտեմ։ Այս առավոտ խոսելու ենք Յուպիտեր մոլորակի մասին, այնպես որ միասին դիտենք տեսանյութը։ Երևան 2125 թվական հանդիպում են աղջիկ եւ տղան, ասում է որտեղից ես, ես Յուպիտերից եմ, բայց իմ ծնողները ծնվել են Երկիր մոլորակում։ Հերո չի չէ, ես ամենամոտ ապագան։ Ես չգիտեմ այս իրականությունը մոտ է թե ոչ, բայց ես գիտեմ, որ հիմա մեր եթերաժամանակում մոտ է գովազդը։ Հա, գովազդը, որ լրիվ ուրիշ մոլորակ է։ Վերադարձանք գովազդից ու ինչպես հաղորդման սկզբում ասացինք, այս գարնան կարևորագույն կինոիրադարձությունն արդեն ավարտվել է։ Ամեն տարվա պես լի անակնկալներով, սպասելի ու անսպասելի կինոմրցանակներով։ Խոսքը իհարկե կանի կինոփառատոնի մասին է, ինչի շուրջ կխոսենք մեր հյուրի հետ։ Տաղավարում է կինոլրագրող Դիանա Մարտիրոսյանը, սա արդեն ավանդույթ է, ամեն անգամ երբ լինում է Կանը, Դիանային սպասում ենք այստեղ, նույնիսկ եթե Կանը չլինի, այս սեզոնին միևնույն է Դիանային սպասելու ենք մեր տաղավարում։ Բարև ձեզ, բարի լույս։ Բարի լույս։ Մենք դեռ կհասցնենք հիշեցնենք ոսկե արմավենու ճյուղ ստացածներին, լավագույն ռեժիսորին, ֆիլմին, բայց միջև դա ինչ տպավորություններ կան այս տարվա Կանից, ինչով էր առանձնանում նախորդ տարին այս տարվանից։ Նախորդ տարին հիշատակենք մեր ակտիվ քննարկված Անորայի հաղթանակով, որը այտենց պարակտեց, կարելի ասել անհրաժեշտ։ Որ նախասկիզբն է, եթե ասում են Կանում հաղթես, ապա Օսկարում ճանապարհ ունես դեռ նոմինացիա ունենալ։ Այո, կարող ես, հա, միանշանակ, եւ ոչ միայն լավագույն ֆիլմ անվանակարգում, առհասարակ, քանի որ ֆրանսիացիները շատ սերտ համագործակցում են ամերիկացիների հետ, ամերիկյան ֆիլմերը շատ են, ամերիկյան ներկայությունը շատ է, նշենք նաև, որ Ռոբերտ Դե Նիրոն էր Կաննում եւ ստացավ ավանդի համար ոսկե արմավենու ճյուղ, ում հանձնեց Լեոնարդո Դիկապրիոն, անցած տարի Մերիլ Սթրիփը ստացավ նույն ավանդի համար, երկու շատ մեծ սուպեր գիգանտ A-կլասի դերասաններ, միանշանակ դա էլ ընդգծում է Ֆրանսիայի կապը Միացյալ Նահանգների հետ եւ այո, Սուբստանցիան անցած տարվա հիթերից Դեմի Մուրի մասնակցությամբ անցած տարի ստացել էր սցենարի համար արմավենու ճյուղ, անպայման չի հենց ամենամեծ մրցանակը լինի, եթե դու գտնվում ես այդ անգամ մրցութային ծրագրում, եթե անգամ եթե մրցանակ եթե անցար, արդեն այո, մրցութային ծրագիրը հենց հիմնական մրցութային ծրագիրը, որտեղ մրցութային ծրագրերը մի քանիսն են, հիմնական մրցութային ծրագրում այդ main competition ասվածում, եթե դու գտնվում ես, դա շատ մեծ կանաչ լույս է իհարկե։ Իսկ ինչպիսին էր այս տարվա ժյուրիի տրամաբանությունը, ավելի քաղաքական թե գեղարվեստական, ինչպես էին ընտրում այն հաղթողներին, ովքեր ստացան մրցանակներ։ Որովհետև հիշեցնենք ներողություն Դիանա, որ մեր հեռուստադիտողի համար, որ ոսկե արմավենու ճյուղը շնորհվել է իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահիի հասարակ պատմություն ֆիլմին։ Այո, անգլերեն it was just an accident։ Հայերեն, երևի ես մտածում էի ոնց թարգմանենք, հա։ Եվ տեղեկացնենք մեր հանդիսատեսին, որ ժյուրի նախագահ այս տարի ֆրանսիացի դերասանուհի Ժուլիետ Բինոշն էր, եւ դա կապ ունի, այսինքն կապ ունի ով է ժյուրիի նախագահը, ժյուրի անդամները, որտեղ ամեն տարի փոփոխվում է, չէ՞, ժյուրիի կազմը։ Միանշանակ սա իհարկե քաջալերում աջակցություն էր իրանցի ռեժիսորներին եւ հենց այս դեպքում այս պարագայում հենց Ջաֆար Փանահին, ով բնականաբար շատ
հալածանքների, քաղաքական հետապնդումների զոհ է եւ իրեն այդպես գիտեն եւ դա է իր իմիջի, դա իր կինեմատոգրաֆիստական ուղու մի մասը եւ նա օրինակ 2015-ին Բերլինում հաղթեց իր տաքսի ֆիլմով, չգիտեմ տեսել եք տաքսին թե չէ, իրեն արգելել էին ֆիլմեր նկարել, նա տեսախցիկ էր դրել մեքենայի մեջ, իբրև տաքսու վարորդ նկարում էր, այո, բայց իհարկե դոկումենտալ չէր, այսպես պսևդո դոկումենտալ, պսևդո վավերագրական ֆիլմեր ուղևորներին, տարբեր ուղևորներ էին նստում մեքենայի եւ նա հաղթեց 2015-ին տաքսիով, մենք հիշում եմ ոնց որ Ծիրանին բերել էինք ոսկե Ծիրանին, ես նայեցի, ասենց եմ որ օքեյ, ես որպես լրագրող միշտ եմ ասում եմ, բայց սա ավելի շատ իմ համար լրագրություն, դոկումենտալիստիկա է, էլի։ Այստեղ իհարկե էլի սոցիալական թեմա եւ իրանցիները շատ են սիրում, գիտեք, կինոյում վրեժի թեման, բարոյականության թեման, այստեղ նույնպես այս թեման է արծարծվում, բարոյական է թե ոչ, քորորդները բարոյական են թե չէ եւ ռեժիմի մետաֆորիկ ներկայացումը, հա, կարելի ասել, sense այլաբանական։ Շատ իսկապես միջազգային ֆիլմերը արժանացան մրցանակներին, բայց ամերիկյան ֆիլմերի մասին կարծես արձագանքները շատ խառն էին։ Սա միտումնավոր էր, որ միջազգային ֆիլմերին մրցանակներ տան, թե իսկապես լավն էին դրանք ավելի, քան ամերիկյանները։ Եկեք հիշենք ամերիկյան ֆիլմերը, որոնք ինչ ամերիկյան ֆիլմեր ունենք։ Մենք դա բրազիլական ֆիլմ կար, որ ստացավ, Secret Agent-ը, լավագույն Kleber Mendoza Filho։ Այո, լավագույն ռեժիսոր ստացավ եւ Վագներ Մոուրան լավագույն դերասան ստացավ։ Եկեք մեկ հիշացրեք ինձ ամերիկյան ֆիլմերից, որոնց հետ եք կոնկրետ։ Մենք ունեինք Ջոդի Ֆոստերը կար Ռեբեկա Զլոտովսկու ֆիլմում, որը ֆրանսիական ֆիլմ էր, թեև Ջոդի Ֆոստերն էր խաղում, բայց չէ, դա արտամրցութային էր։ Ամեն դեպքում միջազգային ֆիլմերը մրցանակներ ունեցան։ Դե բոլոր ֆիլմերը միջազգային են, քանի որ փառատոնը միջազգային է, հիմնականում ֆավորիտներից էր գերմանական ֆիլմ Sound of Falling-ը, որը ստացավ ժյուրի մրցանակ, կար իսպանական ֆիլմ, որի պրոդյուսերը Պետրո Ալմոդովարն էր, Սիրատը, նույնպես ստացավ ժյուրի մրցանակ, հենց ամերիկյան ֆավորիտ ֆիլմ, լատինամերիկյանն էր, էլի, Secret Agent-ն էր, բայց հենց Միացյալ Նահանգներից ֆավորիտ ֆիլմ ինձ թվում է այս տարի Scarlett Johansson-ի ֆիլմը բավականին թույլ էր, անկեղծ ասած, ես նրան թեև շատ եմ սիրում, երկրորդական մրցութային ծրագրում։ Իմիջիալս էլ հետաքրքիր տենդենս, ռեժիսորներ են դառնում դերասանները, Kristen Stewart-ը, Scarlett Johansson-ը, լինելով շատ հայտնի դերասանուհիներ։ Այո, երկուսն էլ նկարել էին դեբյուտ ռեժիսորական եւ մրցույթային էին, բայց երկրորդական մրցութային ծրագրում, հատուկ հայացք մրցութային ծրագրում էին ներկայացված։ Հարիս Դիքինսոնը բրիտանացի դերասան, ում գուցե գիտեք Նիկոլ Քիդմանի հետ վերջերս Վատ աղջիկը ֆիլմում էր ներկայացված, տրտմության եռանկյունու մեջ, նա նկարեց սոցիալական բրիտանական դրամա եւ ստացավ լավագույն ֆիլմ մրցանակը այդ ֆիլմի համար։ Կարծես դեբյուտներն իսկապես շատ էին, որովհետեւ եթե չեմ սխալվում, լավագույն դերասանուհու կոչումը ստացած Չիկնել, այո, դեբյուտային էր ֆիլմը իր համար։ Այո, երիտասարդ դերասաններին սիրում են, դեղ թեման էր բավականին նաեւ կարելի ասել աջենդայի մեջ, օրակարգի մեջ եւ Կաննը սիրում է եւ Օսկարն էլ է սիրում երիտասարդ դերասանուհիներին, սենց եթե մի քիչ սենց ինչ որ խիզախության սկանդալային սենց էլեմենտներ կան, սկանդալային շակերտներով եմ էլի ասում, ավելի շատ, այդպես խիզախ, ավելի բաց տեսարաններ, դա չգիտեմ, սեքսի հետ կապված կլինի, թե չգիտեմ, ուրիշ ինչ որ սոցիալ, հոգեբանական, քաղաքական սենց երանգների, դա միշտ հաճախ, միշտ չէ, բայց հաճախ, այո, քաջալերվում է։ Մենք անուններ ենք ասում, ովքեր որ կանում լավագույններ են, Վագներ Մոուրան դերասան եւ Նադիա Մելիտին, որ դերասանուհի, արդյոք սա նաեւ նշանակում է, որ նրանք Օսկարում որևէ բան պիտի տանեն, այսինքն այս ինտրոն, այս նախաբանը հնարավոր է նաեւ դերասանուհիների համար, որովհետեւ ոչ բոլոր ֆիլմերն են օրինակ անցնում, բայց դերասաններն ու դերասանուհիները ավելի գնահատված են լինում, քան ֆիլմերը։ Եվ մենք հիմնականում սովոր ենք, որ կանը այսպես ասած ոնց որ նախափուլ լինի Օսկարի համար։ Այո, բայց նաև մենք ունենք սեպտեմբերի սկիզբ Վենետիկի կինոփառատոն, որն էլ իր հերթին նաև ասենց կտա մի մեծ ասենց յուղոտ չափաբաժին, ասենց եթե մեծ կինոփառատոններից խոսենք, գրեթե 50-50 եւ Կանից եւ Վենետիկից դուրս են գալու այդ ֆիլմերը։ Գուցե Վենետիկից մի քիչ ավելի շատ, որովհետեւ ինքը ավելի մոտ է
զուտ ժամանակային տեսանկյունից սեպտեմբերը ավելի մոտ է, էլի։ Կանին Վագներ Մորայի պարագայում ինձ թվում է շատ հնարավոր է, որովհետև նա համաշխարհային աստղ է, մի քիչ ֆրանսիացի դերասանիների տեսանկյունից մի քիչ ավելի դժվար է, թեև անցած տարի, то есть այս տարի էլի Օսկարի ժամանակ մենք ունեինք I'm Still Here ֆիլմը, բրազիլական ֆիլմը, որը ստացավ մրցանակ լավագույն միջազգային ֆիլմ անվանակարգում, ինձ թվում է Բրազիլիան բավականին ակտիվ է վերջերս, Համենայն դեպս ես եմ այդպես նկատում, այս վերջին 2-3 տարիներին շատ ակտիվ ներկայացվում է Վենետիկի եւ Կաննի կինոփառատոնում, ինձ Վագներ Մորայի շանսերը ավելի շատ են։ Ես ենթադրում եմ, որ այո։ Արդյոք լրագրողները ազդեցություն ունեն ժյուրի որոշումների վրա եւ այդ ալիք, այդ ուժը նրանք կարողանում են օգտագործել թեկուզ քննադատական տարբերակով, որ, չգիտեմ, SNR հոդվածներ, որ համաձայն չեն, օրինակ, ինչու պիտի այսպես լինի։ Կինո լրագրողը ինչ-որ բան կարող է փոխել։ Նաև այստեղ գիտես կուզեմ նշել, որ կինոքննադատները, կինոլրագրողները ունեն Ֆիպրեսի մրցանակ, Ֆիպրեսի կամ Ֆիպրեսի, դա միջազգային ֆեդերացիան է կինոլրագրողների, կինոքննադատների եւ բոլոր գրեթե միջին ու մեծ փառատոները ունեն Ֆիպրեսի մրցանակ, Կաննը ունի, նաև Ոսկե ծիրանը ունի ու կա ժյուրի, հենց Ֆիպրեսի ժյուրի, որը մի օր առաջ է մրցանակ հանձնում հիմնական ժյուրիից։ Հաճախ համընկնում է Վագներ Մորայի ֆիլմին Ֆիպրեսին մրցանակ տվեց լավագույն ֆիլմ հիմնական մրցույթում։ Հարիս Դիքինսոնի ֆիլմին բրիտանացի դերասանին տվեցին իր կատեգորիայում հատուկ հայացք մրցութային ծրագրում։ Երբեմն համընկնում է, իսկ եթե հոդվածների մասին խոսենք, գիտես, հիմա այնքան շատ են այդ հսկայական տաբլոիդ մեդիաները, որոնք չես հասկանում երբեմն դա մարքեթինգ է, դա իսկապես անկախ մեդիա է, կախված ինչ մեդիա է, կախված անկախ մեդիա է, թե դա մեծ մարքեթինգային, մանավանդ եթե ամերիկյան production է, ամերիկյան արտադրություն է, դա այդ արտադրության մի քաղաքականության մի sense շղթան է։ Եվ նաև շարունակելով կինո լրագրության թեման, նաև Դիանայի էջում կգտնեք մի ռիլ, մի հրապարակում, որտեղ ասվում է, որ մենք գնում ենք, այսքան ժամանակ ենք ծախսում, ամեն ֆիլմերը նայում ենք, իրենց օրիգինալ լեզվով կամ անգլերենով թարգմանում ենք, այդ ամենը փորձում ենք ադապտացնել, որ հանրամատչելի լինի, դնենք, որպեսզի դուք իմանաք, թե ինչով է, վերջում պտտում ասում են, մարդը գնացել է հանգստանալ։ Բարի ժամանց, լավ անցնոտ, դա իհարկե խաբկանք է, եթե դու Բեզոսն ես, Դիկաբրիոն ես, Մոնիկա Բելուչին ես, բնականաբար Կարելի է մաղթել բարի ժամանց։ Այո, չնայած կարծեմ իրենց պարագայում էլ է աշխատանք, բայց մենք պետք է հասկանանք, որ Կաննի կինոփառատոնը 11-12 օր տեղի ունեցող միջոցառում է, մրցութային ֆիլմերը հարյուրավոր են, դրա հետ մեկտեղ այդքան տասնյակ հանդիպումներ, Ռոբերտ Դե Նիրոյի հետ հանդիպում կլինի, նույն օրը կլինի մի 3 հատ ասուլիս, ու դու պետք է ֆիզիկապես ուղղակի հասցնես ու ֆիլմերը սկսվում են առավոտ 8:30 Դե որ 8:30 գնաց ֆիլմնես, պետք է 7:30 զարթնես, չէ։ Հա, վերջին սեանսը գիշերը 10-ին է։ Որը կվերջանա 12:30 հեղինակային կինոն կարող է լինել նաև 3 ժամանոց։ Եթե Ալմադովարը նկարել է, կարող է 2 ժամ կնստես 2 ժամի թեր կնայես։ Գիտեք, հա, այսինքն շատ հաճելի է, առաջին 2 օրը շատ թարմ ես, շատ առույգ ես, ամեն ինչ լավ է, բայց 3-4 օրը մանավանդ եթե նեք Բիգան անունով չինացի ռեժիսոր կար, 3 ժամանոց էր իր ֆիլմը, ես գնացել էի առավոտ 8-ի սեանսին, ու ես քիչ էի քնել այդ օրը ու ֆիլմը ինձ համար մի քիչ երկար էր։ Եվ հետաքրքիր չէր հավանաբար, այո։ Ես մահիտակ աչքս կպնում էր, դա վերջն էր, փառատոնի 10-րդ օրն էր, հա։ Հա, դա էլ է հետաքրքիր ցուցանիշ, ես ժամանակին ծիծաղում էի, Ոսկե ծիրանի ժամանակ գալիս էին տարեց կինոքննադատներ, ու իրենց աչքը կպնում էր, ես ծիծաղում էի, հիմա ես իրենց հասկանում եմ։ Մանավանդ առավոտյան սեանսների պարագայում, բայց բնականաբար դա իհարկե էֆեկտիվ ցուցադրություն չի, դա մենք գող չենք, նես չի որ մենք ուրախանում ենք, եթե քնում ենք, բայց մենք մարդ ենք, եւ տարբերություն Մոնիկա Բելուչի եւ Դեմի Մուրեի, որոնք իրենց բրենդներն են, հա, հրավիրում, իրենք պարտիների են գնում, երեկույթների են գնում։ Իրանք ունեն թիմ իրենց հետով իրենց ամենաշով ապահովում է։ Հիմա դուք քնեք, հիմա դուք հանգստանաց, հիմա խնդրեմ բարձրակրթությունները տանել եւ այլն։ Մեյքափը, մազերը, հագուստը եւ այլն։ Այո, բացի կինոից եւ կինոինդուստրիայից, կինոիրադարձությունից, նաև մոդայիկ իրադարձություն է, նաև դա երևույթ է, տոն է առասարակ կանոն, այս տարի օրենք կար։ Այո, այո։ Մեկ չլիներ։ Այո, եւ շատ շքեղ չլիներ։ Բելա Հադիդը մեր զգեստով չերես։ Այո, օրինակ, չէ, որպես էլի կինոլրագրող, սա ինչ տենդենս, ինչ միտում է։
ինչպես է գնահատում Կարմիր գորգով անցնելը, այստեղ մեսեջներ կան, ֆիլմի մասին մեսեջ կա, քաղաքական մեսեջներ կան, չգիտեմ, ամուսնության մեսեջներ կան, մեկը մյուսի համար։ Ես որպես մարդով լուսաբանում եմ կինոն, ինձ այդքան էլ Կարմիր գորգը, ֆեշնի նորաձևության տեսանկյունից հետաքրքիր չի։ Բնականաբար դա հետաքրքիր է նորաձևության տաբլոիդներին, հա Vogue ամսագրին օրինակ Harper's Bazaar։ Ինձ հետաքրքիր է, եթե ինչ-որ sense մանիֆեստ է տեղի ունենում, օրինակ տարիներ առաջ Քրիստին Ստյուարտը նույն վերոհիշյալ բարձրակրունկները հանեց sense դեմոնստրատիվ։ Գուցե նաև ցավեցնում էին, գուցե նոր կոշիկ էր եւ սխմում էր, գուցե իրեն անհարմար էր նաև, բայց նա նաև հանեց քայլելիս, աստիճաններով բարձրանալիս, ու դա ես որպես կին հասկանում եմ ու կիսում եմ ու հասկանում, որ դա ինչ-որ պարտադրանք է, պարտադիր պետք է լիներ բարձրակրունկով, այո, պետք է այտենց իդեալական կատարյալ տեսք ունենաս։ Շայա Լաբաֆը հայտնի հոլիվուդյան դերասան մի անգամ Բերլինի Կարմիր գորգին տոպրակ էր հագել, եթե գուգլեք կգտնեք, գիտեք այն տոպրակներից թղթե, որ գնում ես գնումների, սուպերմարկետ, այդ ամերիկյան այն տոպրակներից, ու գրել էր I'm not famous, եթե չեմ սխալվում։ Այսինքն ինչ-որ պրոտեստ էր, հա, ինքը սենց իբի հոգնել էր այդ լուսանկարվելուց կամ այդ պապա, ինքը սենց ռատամբոստ նաև երիտասարդ է։ Նախորդ տարի տղաներից մեկը տուն էր հագել գլխին։ Հա, դա չեմ տեսել, հա, ինչ-որ իհարկե քաղաքական կամ սոցիալական ասելիքների տեսանկյունից ինձ ավելի հետաքրքիր է, բայց այդ մեր քակուսները լիքը կինոքննադատներ ու ֆեմ ակտիվիստուհիներ սենց էին որակավորել, որ ինչի եք մեզ ասում, թե ինչ հագնենք, մենք կորոշենք, մենք ինչ հագնենք, ու իհարկե մի կողմից օքեյ, հա, բայց մյուս կողմից էլ դա միջոցառում է, որ գուցե ուզում է ինչ-որ dress code ունենա, հա, բայց ես հասկանում եմ նաև, որ Բելլա Հադիդը, եթե այդ naked dress ասվածով մեր զգեստով դա բոլորին ավելի շատ քլիկ է բերում եւ Բելլա Հադիդին եւ կինոփառատոնին եւ ամեն դեպքում այս տարի սահմանափակումներ եղան։ Այս տարի փորձին ավելի համեստ, ավելի Եթե համեմատենք նախորդ տարիների ֆիլմերը ու նախորդ տարվա կոնկրետ ֆիլմերը եւ այս տարվա որտեղ ավելի շատ գեղարվեստական որակ կար եւ ձեր ֆավորիտները նախորդ տարի էին ավելի շատ թե այս տարի։ Գիտեք, երևի հավասարապես էին, շատ մեծ տարբերություն չկար, ասես տարի ինձ թվում է սենց էմոցիոնալ կապ կար, որտեվ Կարենը եւ Վաչեն էին անորայով եւ դա էր առանձնահատուկ, իհարկե, չգիտեմ մյուս տարին երբ կլինի, երբ մենք հիմնական մրցութային ծրագրում կունենանք հայ դերասաններ, հայերեն խոսացող թեև հիմա լիքը մարդ գուցե ինչ-որ պամիդորներ նետի իմ ուղղությամբ ասի դա այդ ինչ ֆիլմ է, բա հայերը ոնց են այդտեղ ներկայացված։ Չէ, ամեն դեպքում ես ձեզ խորհուրդ կտամ ուշադիր լինել գերմանական ֆիլմին, Sound of Falling ֆիլմին, որը կարծում եմ արժանի է գեղարվեստական տեսանկյունից, բավականին որակյալ, հետաքրքիր եւ չեմ ճանաչում կինոքննադատ, ում դուրը չէր եկել, մենք շատ էինք զրուցում, այնպես մի 3-4 օր անցնում, ասում ես, որն է քո ֆավորիտը, դա մի 3-4 օր էլ անցնում, նոր ֆիլմեր ասում, որն է, ու դեռ Sound of Falling-ը սենց կար ինքը թոփերում, Սիրատն է բավականին հետաքրքիր, Ալմադովարի պրոդյուսերականը, որտեղ ռեյվա, այսինքն էլեկտրոնային երաժշտության ռեյվա անապատում, որը հետո վերածվում է սենց մետաֆորիկ, մի քիչ աստվածաշնչյան, գուցե էգզիստենցիալ, գուցե փիլիսոփայական ճամփորդության։ Փակագծերը չբացեմ, սփոյլ չանեմ, բայց այս բավականին, որ ասում ենք փախած կինո, այդ տենց ֆիլմ էր, խորհուրդ կտամ, եթե Ոսկե ծիրանին բերվի կամ օնլայն հանդիպեք, անպայման նայեք։ Ռոբերտ Դե Նիրո եւ Դիկապրիո այս հանդիպումը, այս կապը, այս մրցանակը, այս գնահատականը դահլիճում եք այդ ժամանակ։ Չէ, հատուկ պետք է ունենաս հրավեր, եթե ուզում ես բացման արարողությանը լինես, պետք է ունենաս այդ հրավերից, որը շատ լիմիտավորված է լրագրողների համար։ Ես ինքս անձամբ լրագրող չգիտեմ ով այդ բացման արարողությանը կար, մենք նայում էինք զուգահեռ, ուրեմն երկու դահլիճ, մի դահլիճը, որտեղ ամենամեծ Լումիեր դահլիճն է, որտեղ այո, բացման արարողությունն է, ու կողքը մի քանի դահլիճ կա, մեկն էլ Դեբյուսիում էինք, հա, մենք էլ Դեբյուսի դահլիճում էինք, նույն այդ Պալեի շենքի, ոնց որ իրենք այստեղ են, մենք ստեղ, ուղիղ հեռարձակմամբ նայում ենք, իմիջիալից որ ես մտա դա նայելու, ոչ դա նույնպես ոչ բոլորը կարող էին նայել, շատ բարդ է, շատ լիմիտավորված է, ուղիղ եթերով դիտում էինք
հետո Ռոբերտ Դե Նիրոյի հաջորդ օրը հանդիպում եղավ, որին ես տոմս չվերցրեցի, որովհետև չէի կարող ֆիզիկապես իմ բեյջով վերցնել, ու իմ հոլանդացի կինոքննադատ գործընկերը գնաց, ասաց, ահա որ ձանձրալի էր, բան բաց չես թողել, ես դրա մասին էլ ռիլ արեցի, ու ես այդպես մի քիչ ուրախացա, չնայած իհարկե շատ կուզեի Դե Նիրոյին տեսնել, բայց ասացին կատաստրոֆիկ ձանձրալի էր, մոդերատորի պատճառով, ոչ թե Դե Նիրոյի, նաև Դե Նիրոն էլ բավականին փակ, կոնսերվատիվ տղամարդ է, բայց մոդերատորը տենց ձանձրալի հարցեր էր տալիս։ Ջանա, շնորհակալություն, որ ամենը արվում է իսկապես բարձր կինոլրագրողական պրոֆեսիոնալիզմով, մի կողմ թողնելով անձնական ամբիցիաները, շնորհակալություն լավ կոնտենտի համար եւ շնորհակալություն, որ ամեն կանից հետո մեր հյուրն է լինում կինոլրագրող Դիանա Մարտիրոսյանը։ Շնորհակալ ենք զրույցի համար, իսկ մենք գնանք գովազդ դիտելու եւ վերադառնանք։ Վերադարձանք, կրկին ասենք բարի լույս։ Ասենք, բարի լույս։ Եվ ձեզ փոխանցենք մեր դրական լիցքերը ու միասին պտտվենք աշխարհի շուրջ, աշխարհի հրաշալիքների հետևից ենք այսօր գնում միասին։ Այսպիսին էր աշխարհի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկի ֆենոմենը, նրա հաջողության ճանապարհը, հաջողության պատմությունը եւ նաեւ այն պատմությունը, որը որ դու կարող ես կերտել քեզ համար։ Իսկ հիմա մենք կտեսնենք միասին, թե ինչպիսին է մեր գովազդը այսօրվա։ Դիտենք ու վերադառնանք։ Մոռացանք կրկին հիշեցնել, որ չորեքշաբթին մի քիչ ուրբաթ է, բայց դա չի նշանակում, որ ուրբաթ օրը պետք է մի քիչ շուտ գնաք աշխատանքից, որովհետև վաղը շաբաթ եւ կիրակի է, ոչ, վաղը 5 շաբթի է դեռ, մյուս օրը ուրբաթ, բոլորովին ուրբաթ, նոր շաբաթ եւ կիրակի։ Սպասվում են այսօր տեղումներ, դրանից պետք չէ նեղ սրտել, դրանից պետք չէ տրամադրությունը գցել, որովհետև բնությունը չունի վատ եղանակ։ Իհարկե, անձրևներ նույնպես անհրաժեշտ են, պետք է հովանան, հետո հիշեք, որ մեկ ամիս անց գուցե լինելու է այնքան շոկ, որ երազելու եք մի կաթիլ անձրևի մասին, այնպես որ այս օրերին կարելի է պարզապես վայելել այս անձրևները ու զով եղանակը։ Մենք նաև ուղիղ եթերի էստաֆետը փոխանցում ենք Հորիզոնի լրատվականի մեր գործընկերներին, ուղիղ եթերը շարունակվում է, սա Շանթ հեռուստաընկերությունն է, իսկ առավոտը Շանթումը ավարտում է իր առավոտվա մանիֆեստը, առավոտվա իր շքերթը, իր ուղին եւ ասում ենք, որ կգանք վաղը, ժպտացեք եւ եղեք առողջ։ Շնորհակալություն, որ ձեր առավոտը սկսեցիք հենց մեզ հետ, մենք հիմա լսելու ենք երաժշտություն եւ հետո արդեն կիմանաք, թե ինչ է կատարվում մեր երկրում։ Հաջողություն։